ABC մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, օրվա խորհրդից սկսենք մեր զրույցը։ Ինչ խորհուրդ ունի այսօրը ձեզ համար, վահանջատիրության այս երթը։ Առաջին հերթին հիշել մեր զոհերի հիշատակը, բայց երևի թե որ էլ ավելի կարևոր է հատկապես հաշվի առնելով վերջին տարիների մեր իշխանությունների վարած քաղաքականությունը, պահանջատեր լինելով կանխել հետագա նման գործողությունները, որովհետև մենք 2023 թվականի սեպտեմբերին տեսանք, ինչ կատարվեց Արցախահայության հետ, էթնիկ զտումները մնացած է եւ այս առումով շատ կարևոր է, որ նման միջոցառումներին ինչքան հնարավոր է շատ մարդ մասնակցի, ցույց տա թե ամբողջ աշխարհին, թե մեր իշխանություններին, որ այս ամենը մենք չենք հանդուրժելու, որ կա ժողովուրդ, պատրաստ է կանգնել այս ամեն ինչի դեմ, պահանջատեր լինել եւ խորհուրդը երեւի թե հիմնական սա է։ Հերթը կանխարգելմանն է կանխել ցեղասպանությունն ամբողջ աշխարհին։ Մենք հաջողեցինք այսօր։ Չեմ լսում ձեզ կներ։ Վահանջատիրության այս երթը ցեղասպանությունները կանխելուն է ուղղված։ Մեզ հաջողվեց կանխել այս ցեղասպանությունն օրինակ Արցախում։ Փաստորեն չհաջողվեց, եթե մենք հաշվի առնենք 23 թվականի սեպտեմբերը, ուրեմն չկարողացան կանխել։ Ուղղակի ցավոք այսպես շարունակվելու դեպքում ավելի վատ կարող է լինել եւ պետք է ամեն ինչ անենք եւ սա էլ դրա բաղադրիչներից մեկն է, որպեսզի կանխենք։ Բոլորի ուշադրությունը հրավիրենք, համախմբվենք։ Ի վերջո սա այսօր զուտ կուսակցական միջոցառում չէ։ Սա այն միջոցառումն է, որը իսկապես պետք է համախմբի բոլոր հայությանը, թե Հայաստանի ներսում, թե Սփյուռքում։ Այսօրվա ասելիքը ուղղված է թե Թուրքիային եւ թե Ադրբեջանին, թե մեր իշխանություններին եւ թե առհասարակ բոլորին, որ մենք չենք կարող հենց այնպես մոռանալ ու մոռացության մատնել ցեղասպանությունը, որն իրագործվել է 110 տարի առաջ հայ ժողովրդի դեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ։